չպիտի անես այնպիսի քայլեր, որոնք հետագայում կարող են ուղղակիորեն օգտագործվել քո դեմ։ Դա նշանակում է դու պիտի լինես շատ հեռատես, դա նշանակում է, որ երբեք չպիտի սխալվես քո հաշվարկների մեջ, եւ դա նշանակում է խորը վերլուծական կենտրոնների ուղեղների աշխատանք, որը նորից եմ կրկնում, իսկ իսպառ բացակայում է այս իշխանությունների մոտ։ Կամ մեկը, որ կայացնում է որոշումներ, կամ իրեն թելադրված այսպես ինստրուկցիաներ է բերում ներմուծում ներհասարակական դաշտ, դրանով իսկ փորձելով կողմնորոշիչ քայլերի հերթական, այսպես ասենք, դրվագը մտցնել հասարակության մեջ։ Դա արվում է տարբեր մեխանիզմներով, տեխնոլոգիաներով, խոսող գլուխներով, թելադրված տեքստերով, անգիրարած նախադասություններով եւ այլն։ Այսինքն ինստիտուտ է, որը աշխատում է բրգաձև հենքի վրա, բրգի գագաթին բնականաբար ինքն է գտնվում միանձնյա, սա ես կարող եմ ուղղակիորեն արձանագրել եւ միանձնյա ձևով կատարվում է հրահանգավորումը, ով ինչ դերակատարում ունի, բնականաբար կա դերաբաշխում, բնականաբար կա մոտեցումների եւ մեղմ ձևակերպումների այսպես դերակատարներ, որոնք էլ տես պարբերաբար պիտի բերեն այդ խոսույթները, որի հեռագնա նպատակը շատ վտանգավոր է հենց նույն Հայաստանի համար, հասկանում եք, հեռագնա նպատակը չի տեղավորվում հաշվարկների մեջ, հեռագնա նպատակը այն թելադրածի ասածով շարժվելն է։ Իսկ իրենց հետաքրքրում է թե Բացարձակապես իրենք չեն կարող, բացարձակապես, որովհետև իրենք ընդամենը փոքր ակտորներ են, այսպես ասենք, երկրորդական դեր ստացած, այդ թվում նաև վարչախմբի ղեկավարը, որը ղեկավարում է ընդհանուր, հա, այդ խումբը երկրորդական դերերի նպատակը մեկն է, մանիպուլյացիոն ռեժիմով, մանիպուլյացիոն արտահայտություններով, այդ բալանսավորելու, բալանսավորվելու, բալանսավորված լինելու այդ հավասարակշռություն բառը փորձելու միշտ պահել եւ դա հետո գնալ տարբեր մայրաքաղաքներում տարբեր ձևով մատուցել։ Սա հոգնեցրել է արդեն ոչ միայն հասարակության ներսում տարբեր խավերի, այլ հոգնեցրել է հենց Հայաստանի սահմաններից դուրս, որովհետեւ դու դրանով դառնում ես շատ անկանխատեսելի, իսկ աշխարհը կամ մեծ մայրաքաղաքները պարզապես չեն ընդունում անկանխատեսելիությունը, նամանավանդ այս թոհուբոհի ժամանակ։ Այս թոհուբոհի ժամանակը շատ կարևոր է, ասեմ ինչու, որովհետև այստեղ է, որ ուրվագծում են վաղվա խաղացողները։ Ու հասկանում են ով որ ուղղությամբ է գնում։ Այո, կան հիմնական խաղացողները, պարզ է արդեն որտեղ է դա գտնվում եւ ում միջև է դա։ Կան հիմնականից մի քիչ ավելի ներքև գլխավորները, որոնք բնականաբար ունեն ռեսուրսներ, ուժեղ պետություններ են, մարտունակ բանակներ եւ այլն, եւ կան շատ ավելի ցածր միջին եւ փոքրերը, որոնք այսպես թե այնպես պիտի փորձեն տեղավորվել ընդհանուր այս շարժերի, դիրքավորվել այս շարժերի մեջ եւ փորձեն իրենց ազգային օրակարգը, որը ի դեպ նույնպես բացակայում է Հայաստանում, այն ինչ որ տանում են իրենք, դա ամենավտանգավոր բանն է, դա գալիս արդեն մոտենում է այդ աղանդավորական տարբեր շարժումների, որովհետև երբ որ դու իրականացնում ես փակ միջոցառումներ, փակ ֆորմատի ու փակ ձևաչափի, թեկուզ վերցնենք այդ վերջերս լայն տարածում գտած այդ կրթությունը նորաձևության հետ կրթվելը նորաձև է, կրթվելը նորաձև է, նորաձևությունը կրթվում, այսինքն մարդիկ փաստորեն այսքան տարի ապրելուց հետո որոշեցին, որ մենք բավականին անկիր ժողովուրդ ենք, ի դեպ դա հաստատվեց նաև վարչախմբի ղեկավարի կողմից, որ ինքը մնացել է փաստորեն 7 տարի նույն դասարանում եւ իր հետ էլ տարավ կառավարության բոլոր անդամների, որ բոլորը փաստորեն մնացել են նույն դասարանում։ Հիմա նայեք, Հայկա ջան, սա նայում են մարդիկ։ Սա նայում են ոչ միայն Հայաստանում, սա ուշով հետևում են լրջագույն կենտրոններ։ Ես չեմ ասում որևէ երկրի ղեկավարը այդքան ժամանակ ունի, որ նստի նայի այդ բարբաջանքները։ Բացարձակապես, բայց դրա տակ աշխատում են լուրջ ինստիտուտներ, որոնք կազմում են վերլուծական տեղեկանքներ եւ տանում են դնում են համապատասխան սեղաններին։ Հիմա մեկը որ դա վերցնի կարդա։ Դուք պատկերացնում եք, ասենք ամբողջ աշխարհում ամենաթույլ պետությունից մինչև ուժեղագույնը
որևէ երկրի նախագահ հանկարծ նման հայտարարություն անի, որ ինքը 7 տարի է մնացել է նույն դասարանում։ Հետևաբար, եթե մնացել եք նույն դասարանում, ուրեմն եկեք կրթվենք։ Ես այդ կրթությունները, դուք այդ կրթությունը եւ շատ ու շատ տասնյակ հազարավորները Հայաստանում, հա, անցել են վաղուց այդ էտապները։ Եկեք ընդունենք, որ Հայաստանը որպես հոմոգեն երկիր, ինչին իդեպ սարսափելի դեմ են օրվա իշխանությունները, այդ հոմոգենության ջարդն են ուզում հերթական անգամ կազմակերպել, թե ինչով պիտի լցնեն, արդեն պարզից էլ պարզ է, թե ինչ խառնուրդ պիտի ստանան այս ժողովրդի հետ, արդեն պարզից էլ պարզ է։ Իդեպ խոսում են մի երկրի մասին, որը մենք հպարտանալով միշտ ասել ենք, որ Հայաստանը երբեք չի ունեցել նավթ, գազ, բայց ունեցել է ուղեղներ։ Հիմա խնդիրը այս ուղեղային արտահոսքն էլ չկանգնեցնելն է, հասկանում եք, որովհետև մարդիկ հասկանում որ սահմանափակվում են եւ սահմանափակ են մնում այն միջավայրի մեջ, որտեղ կարծես թե տգետների հասարակություն է եւ եկել են ինչ-որ մարդիկ, ովքեր ուզում են կրթել այս մարդկանց։ Նախ ինքդ կրթելու համար ինքդ պիտի առաջին հերթին զբաղվես եւ ուսյալ լինես, հա, մի հատ նայեք ձեր հետագիծը, մի հատ ձեր կենսագրականը դրեք ինչ-որ միտեղ եւ թող մարդիկ կարդան այդ կենսագրականը, որտեղ է այդ կրթությունը եղել եւ դուք որ համալսարաններում եք կրթվել կամ կրթվել եք վերջնական, թե չեք կրթվել, հա։ Այ այս մանիպուլյացիան է, հասկանում եք, հիմա եթե դու փակում ես այդ հանդիպումը, որտեղ հնչում են նախադասություններ, ինչ-որ տեքստեր, մանտրայի նման կրկնվում են ինչ-որ ասույթներ, պարտադիր հետ էկրանին պիտի տեսնես ինչ-որ մի նախադասություն, որը ինչ-որ աբսուրդի ժանրից կարող է լինի, բայց այդ ամբողջը ուղեղների մեջ մտցնելու եւ ուղեղները լվանալու եւ նայեք ինչ են ընտրել։ Ընտրել են հենքը հենց խորենացու ողբը։ Հասկանում եք, բայց այդ ողբը կարդալով իրանք նույնիսկ չեն հասկացել, թե այդ ողբը ինչի մասին է։ Բայց դա հենք ընդունելով դրա վրա փորձում են կառուցել հենց այդ նույն իրական Հայաստանի փիլիսոփայությունը։ Իրենց յուրովի մեկնաբանությամբ։ Միանշանակ, այստեղ երկրորդ կարծիք չկա։ Իդեպ սա իսկապես դառնում է շատ վտանգավոր, եթե կուզեք անունը դնենք շարժում, բայց ճակերտավոր է, որովհետև նախ մենք չգիտենք, թե ովքեր են այդ մասնակիցները, ինչ խավեր են ներկայացնում, այդ փոքրիկ ռոլիկները, որ դնում են արագ-արագ, չես կարողանում հասկանալ, թե ովքեր են այնտեղ հավաքված, իրենց պետք է մենակ այդ մասովկան ստանալ եւ ցույց տալ, թե ինչքան մարդ այսպես փրփուրը բերանին վազում է, որպեսի ստանա այդ բաղձալի կրթությունը։ Արդեն որ ինքը փակ ֆորմատ է, արդեն ինքը ամեն ինչի մասին ասում է, որովհետև ցանկացած փակ ֆորմատ իրենից բերում է նոր հարցադրումներ։ Լավ, փակ եք անում, բայց դա արեք լրագրողների համար բաց, գոնե ընտրովի լրագրողների համար, ովքեր ինչ-որ ձևով կլուսաբանեն այդ ամեն ինչը եւ կփորձեն ներկայացնել նաեւ հասարակությանը։